Բարի շորջ եմ տրամվային եմ սպասում 8 րոպե կա, չէ արդեն 7 րոպե կա։ Այսօր այնքան ոնց որ հոգնած գնամ, այսինքն ոտքերս շատ են ցավում, այսօր նստել եմ 7 րոպե, արդեն 6 րոպե, հեստայում եմ մի րոպե անցած է լինում։ Ցուրտ է ահագին, երևի 4-5 աստիճան, դրա համար եմ այսպես փաթաթվել, ձեռնոցներ էլ եմ վերցրել, գրպանումս են։ Այսօր էլ գնամ աշխատեմ, մի քանի օր կհանգստանամ, լավ է, այսինքն տանը կլնեմ, մաքրություն կանեմ, եփեմ, թափեմ, այնքան լավ է, որ տուն եմ մնում, գործ չեմ գնում, հանգիստ իմ գործերով եմ զբաղվում, 2 օր թեմուից պատվեր եմ ստացել, ժամանակ չունեմ, որ բացեմ, վաղը տանեմ, վերջապես կբացեմ։ Այսօր գործադուլի վերջին օրն է, ավելի շատ գնացներ ու տրամվայներ ու ավտոբուսներ են կրճատվել, տուն գնալը ավելի է դժվարանում, մեքենայով կգնամ, իսկ գործադուլներով ինչ-որ բանի հասնում են, թե չէ, հա, երբեմն հասնում են, էլի ինչ-որ մի բան պոկում են էլի կառավարությունից, ոչ միշտ, բայց ստացվում է, հա։ Երբեմն էլ մի բան պոկում են, հետո նորից բան է լինում, կարողացել էին աշխատողների համար 3 օր առանց բժշկի թղթի տանը մնալու ոնց որ իրավունք ունեինք, հիմա մի օր էլի ետ են վերցրել, այսինքն 2 օր կարանք մնանք տանը առանց բժշկի թղթի, 2 օր է դարել, 3 օրը կրճատվել է, այդ լավ չի, մի 2 տարի այդպես արեցինք, հիմա էլի պակասացրին օրերը, 3 գործից հետո շատ դժվարությամբ եմ տուն գնացել, շատ, ոչ մի գնալու հնարավորություն չկար, հետո սպասել եմ ահագին երկար, մինչև ուրիշ քաղաք եմ գնացել, հետո աշոտն եկել այնտեղից տարել, ասեց կամ քեզ այդտեղից վերցնեմ, ես չուզեցի, ասի չէ, որովհետև արդեն ես այստեղ եմ, ուրեմն ավելի շատ պետք է սպասեմ, մինչև գազ հասնես, համ էլ այդքան չեմ ուզում, որ ինքը քշի գա, ասի չէ, ես կմոտենամ ավելի լավ է, մի չմոտիկամ նոր արի հետևից ես։ Դրա համար գնացի ուրիշ քաղաք, ինքը եկավ ավելի մի չմոտեցա էլի, ինքը եկավ այնտեղից տարավ։ Այսինքն ահագին ուշ տուն հասա, 9-ից նոր մեր ժամով տուն եմ հասել, պատկերացրեք Հայաստանի ժամով 12-ից։ Այդպես սիրելիներս մարդիկ շատացան այստեղ, ես էլ ձեռքս այսպես պարզած նկարում եմ, կմիանամ։ Մտել եմ Լոլա Լիզա, այստեղ է հագուստը որակով է, սիրուն են, այս 29 եվրո արժի, բուրդոյի սևն էլ կա հետևը կախած, ես սկզբում մի քիչ նայեմ, շատ երկար չեմ կարա նայեմ, փայլուն է էլի մոդա է, փաստորեն ետ է եկել, այս կողմում անձրևային բաճկոններ են, բայց մեջերը տաք են, սիրուն կանաչ է, սիրուն բան է, շատ 90 եվրո արժի, բաց գույն էլ կա, փայլուն է, լավ մոդա է, այս սկեստը սիրուն է, սկեստ է, բայց չէ, սկեստ չի, շալվարը փաստորեն, բայց սիրուն է, նուրբ է շատ, 66 եվրո, այս ատլասից վերնաշապիկը շատ սիրուն է, շատ բորդոյ է, շատ սիրուն գույն է, գիններ նայենք, 40 եվրո, Խանութները հիմա նվեր քարտերն են իրանց գովազդում, սրանք նոր են ստացել 42 եվրո, այս մանեկենի վրա
Մի հատ աչկոններն են նայենք, այս սիրուն չեն չէ։ Այստեղ էլ երկարներն են։ Սա երկար ժակետները, վարդագույն ու սպիտակ, սրանք մեր խանութում են արդեն, 22 եվրո։ Սիրն են չէ, ես պիժամաները, բեբիները, մեծերին էլ կա։ Ընտանիքով հագնեն նույնը, ես էլ գրինչը, մոդը, հալոս հետ։ Հոսը ժողովուրդ են, չորեք շաբթի այսօր հաստատ շատ կգան դպրոցների կարճ օրնը, ինչևէ հաջող աշխատանքային օրին, ձեզ բոլորիդ էլ հաջող, լավ, գեղեցիկ օր կհանդիպենք։
Բարելույս սիրելիներս խանութ եմ գնում մի քիչ ոնց որ անձրև ա եկել ցուրտ ա բայց է տանից շոքած դուրս եմ եկել այս մեքենան էլ չի բացում այսպես ոնց որ էլեմենտը նստել ա ցուրտ ա բայց չարվ չեմ գցել որովհետև մեքենայի մեջ այդպես չեմ մրսի անձրևային հաց եղանակա հարևանուհիս էր նայում էի պետքա բարևի թե չէ աֆրիկացի են չնայած ես ոնց աղջիկներ թե չէ մաման բարևում ա գնում եմ Lidl գնանք մի քիչ առևտուր անենք Աշոտը հիվանդ է այսօր բարկած ա բարկած ա դրա համար ես մենակ կգնամ հասցրել եմ առավոտ տեսակ ոնց որ կադրերում իր համար վիտամին C-ով թեյ պատրաստեմ, մենակ իր համար չէ, մեր համար էլ։ Այստեղ քան որ մեր փողոցները համարյա բոլորը միակողմանի փողոցներ են 30 արագությամբ։ Դրա համար մի քիչ շատ բան է։ Մեքենան ոնց որ մի քիչ ծառաս լինի, դրա համար մի քիչ բան անում, ինչ որ խնդիր ունի, չգիտեմ։ Ինչևէ, վիտամին C-ով լավ թեյ եմ պատրաստել, հետո բանջարեղենային ապուր եմ պատրաստել, ծաղկակաղամբա, մի քիչ խառը սառեցրած բանջարեղեն, սխտոր ու համեմունքներ, համով ա եղել, ձիթապտղի ձեթ եմ մի քիչ ավելացրել։ Բորշն էլ կիսա վիճակում ա, այսինքն միսը եփել եմ, բանջարեղենը պատրաստել եմ, գնամ խանութ գամ նոր ճաշը գեփեմ, այսինքն ոնց տեսնում եք ազատ եմ էլի այսօր։ Այսօր ազատ եմ, սիրելի բարեկամներ, այն էլ որ պլաններ եմ կազմում ան, հիմա ասենք պետքա որ հիվանդ ա լինում, այն էլ տղամարդ պետքա հոգ տանես իր մասին, չէ։ Տղամարդիկ էլ որ հիվանդանում են շատ ծանր են տանում։ Մեր նման հոչ են, մենք շատ դիմաց կունենք։ Այսինքն եթե երեխա ենք ունենում, ուրեմն էլ դրանից ավել ուժեղ էլի չկարա լինի։ Սառնան համարյա դատարկ էր։ Գնամ նայեմ ինչ եմ հեչ վերցնում, ցուցակ չեմ գրել։ Նախկինում գրում էի, հիմա այս վերջերս էլ ընդհանրապես չեմ գրում ցուցակ։ Հեչ լավ չեմ անում։ Չէ, չեն զիջում մեզ, ուրեմն մենք Գնամ արդեն խանութի մեջ պտտվելով արդեն գիտեմ, մոտավոր գիտեմ ինչ եմ առնելու, գնամ վերցնեմ, արագ վերցնեմ ու գամ։ Մոտ ա Lidl-ը, ժողովուրդ ջան, ուղղակի ձեռքով տանելու չէր լինի, ահագին բան պետք է դրա համար, թե չէ պետք է սայլակով գայի։ Չնեմ ներքևը կանգնեմ, այստեղ կարող եմ մինչև վերջացնեմ անձրև գա, իջնեմ ներքևում հանգիստ կլցնեմ ապրանքը, առևտուրը մեքենայի մեջ։ Հիմա այստեղ այդտեղ գտնեմ կանգնեմ, տեղ շատ կա, ազատ ահա, այստեղ էլ կկանգնեմ հենց, ինչքան մոտիկ կանգնեմ, այնքան իմ օգուտն է։ Վերջ, լավ այստեղ։ Իջնեմ ժողովուրդ ջան, խանութում եթե հարմար լինի կնկարեմ, եթե չէ միանգամից տանը առևտուրը ցույց կտամ, որովհետև ուզում եմ արագ անեմ առևտուրը, որ գնամ բորշի եփեմ, քանի Աշոտը չի սովածացել, նախաճաշ արել է էլի, իջանք։ Մարդ չկա հա այդքան, մեքենա չկա, հիմա ներսում տեսնենք չնայած ընդմիջման ժամը արդեն։ Նենց էլ տաք էր այստեղ եկայիչը, այս հասայլակներն էլ են լիքը։ Միանգամից այստեղից կվերցնեմ։
գնացինք ժողովուրդը։ Տեսենք ինչ զեղչեր ունեն Hatch Lidl-ում։ Black Friday-ը իրանց էլ է վերաբերվում։ Տեղավոր են պայուսակների մեջ։ Հորոսկը նստեց։ Քնած էր, ոչ էլ խաբար եղավ։ Մի եվրո տվեցի, մի քիչ հավաքել էր, մի քանի ցենտ, երեք մի եվրո 1.50։ Պայուսակով եկել էր, էլի, որ մի անգամից հավաքի նստի առևտուրան, մտնի առևտուրանի։ Ինչևէ, տվեցի, թող ես ինչ անում եմ, ասված բերի իմ երեխեքի առաջ։ Հոգնեցի ժողովուրդ ջան, մի րոպե հեռախոսը դնեմ։ Այս սիրուն նռան ձայնն է, հələ տեսեք ինչքան սիրուն է։ Երկար մնացի, տեսնես ժամը քանիսն է, չեմ էլ նայել։ Ժողովուրդ ջան։ Այսինքն երկար հանգիստ նայեցի, էլի։ Որ մենակ եմ լինում խանութում, երկար նայում եմ բացառությամբ հագուստի խանութի, որտեղ ես չեմ կարողանում ուղղակի հանգիստ, ոչ թե չեմ կարողանում հանգիստ նայեմ, այլ հոգնում եմ շուտ։ Շուտ հոգնում եմ հագուստի խանութում։ Ժողովուրդ ջան, առևտուրը դատարկեմ, նոր մեքենան ետ կքաշեմ։ Այսօր մենակ իմ վրա է, Աշոտը հիվանդը, ամեն ինչ իմ վրա է։ Գնացինք, պայուսակները ծանր են դատարկեմ։ Բորշը արագ եփել եմ, համով բորշ է եղել, ասեմ, որ խոզի մսով եմ պատրաստել ու այնքան համով է ստացվել։ Աշոտը թերահավատությամբ էր նայում, որ խոզի մսով լավ կլինի, բայց շատ համով բորշ է եղել։ Կաղամբը շատ կոշտ էր, բայց ամեն դեպքում կարևորը բորշը շատ համով է եղել։ Առևտուրը դատարկեմ, տուն եկա, արագ բորշը եփել եմ, հիմա նոր առևտուրը պետք է դատարկեմ։ Այս հրացից ուզում էի միշտ առնեի, բայց մի անգամ պատվիրել էի օնլայն, չափը լավը չէր, փոքր էր չափը, այս այդքան էլ սիրուն չի, թափանցիկ էսպես, բայց մի հատ առա Lidl-ում, չափերով, սանտիմետրերով, բաներով գրած է, ամեն դեպքում լավ է, 46 սանտիմետր է ոնց որ չափը, կօգտագործեմ, մինչև մի հատ են, ու բարակոտել է, էլի, մինչև են հաստ մեծերից մի հատ կառնեմ, բայց պետք է լինում։ Ես ձկան ֆիլեներից վերցրի, երեք սրանով ու սնկով էլի սոուս էի պատրաստել, շատ համով են դրանք լինում սերուցքով սոուս։ Հիմա մի հատ վերցրի, կարող ուղղակի տապակ է։ Ծու եմ վերցրել մի երկու հատ։ Այս տուփերի մեջ ասեցի, չէ, սպիտակ են արդեն, կարմիր ծու չկար Lidl-ում։ Ես սիրուն ճիշտն ասած կարմիր ծուն։ Չգիտեմ էլի, ական տարբերություն կա ձվերի մեջ, գույների հետ կապված թե չէ, բայց սպիտակը ոնց որ ձանձրալի լինի։ Բուրգերի համար ես սոյայից պատրաստված վեգան բուրգեր։ Մի հատ վերցրի, բարունգ երկու հատ, աչքս ընկավ այս բամբակները ու հիշեցի, որ իմը վերջացել է, լրիվությամբ վերջացել է, ոչ մի հատ չունեմ։ Լավ էր, հենց այդ պայն գլուխս թեքեցի, նայեցի, թե չէ սրա համար պետք է գնայի խանութ։ Բուտերբրոդի պանիր եմ վերցրել, կիսայուղային, խոլդա։ Այս էլ հալած պանիր է, բայց էլի վեգան։ 35% սերուցք վերցրի, չգիտեմ, եկել տեսար մի բան կրեմային ուզեցի թխեմ ես մի քանի օրը որ տաննեմ, ուղղակի այդ թխելը թխեմ, բայց ուտելն էլ թե կուտենք, այնպես չի որ չեմ սիրում, ուղղակի դե փորձում եմ չուտել։ Թթված էր մի հատ ուղղակի վերցրի, ուտը մի 4 հատ տանը կար։ Մի երկու հատ մոցարելա եմ վերցրել,
Էս էլի հալած պանիր սխտորով, սխտորի համով, վեգան է էս էլի։ Շպագետի եմ վերցրել, կամ սպագետի չէ, հայերենում ասում ենք, իմ մոտ տպավորվել է գերմաներեն էջ շպագետի ու այդպես եմ միշտ ասում։ Երեցուկի թեյ պետք է վերցնեի, բայց չկար, դաղց եմ վերցրել։ Պետք է էլի փորձեմ, նաև իմ ստամոքսը էլի վատ է ընդունում էս դաղցի թեյը։ Չգիտես ինչի միշտ որ խմում եմ, լավ չի ընդունում ստամոքսս, քաղցր կարտոֆիլ մի հատ վերցրի, մի հատ էլ տանն ունեի, երկուսը իրար հետ օգտագործեմ, մի հատը քիչ էր, դրա համար մի հատ էլ բերեցի։ Ավոկադո չկար այն հատերով լավերից, սրանցից եմ վերցրել, սրանք պետք է ոնց որ հասնեն, կամ կեսը հասած են, կեսը չէ։ Մի հատ պանիր եմ վերցրել, ինչը որ քիչ եմ վերցնում, նշանակում է տանելի ունենք։ Բանան եմ վերցրել, անցյալ առևտրի ժամանակ չկար, դե ուրիշ խանութ էլ չենք հասցրել գնանք, որ ուրիշ տեղից առնենք, մի քանի օր բանան չունենք։ Այս անգամ վերցրել եմ հնդկահավի սալամի։ Սամիտ եմ վերցրել, ապուրբան կպատրաստեմ, մեջը լցնեմ, տոֆու, սիրուն կիտրոններ եմ վերցրել, իմունիտետի համար էլի խմիչք պետք է պատրաստեմ, կարակ ոնց որ մտքիս կա գաթա թխեմ, ոնց որ 3 դուք էր, կանաչ նեխուր եմ վերցրել, այս մյուս պայուսակի մեջ, ցիթապտխի ձեթ եմ վերցրել, մի հատ մածուն, բրոկոլի մի հատ, սև ցիթապտուղ, հասել էի կասայի մոտ արդեն կիսա դատարկել, կեսը դատարկել էի այդ բանի վրա, առևտուրս հանկարծ հիշեցի, որ ալյուր էլի պետք է վերցնեի, ունեի տանը, բայց ասի դե որ այսքան բան եմ ուզում թխեմ, ալյուր է պետք, վազալով գնացի, 2 հատ էլ վերցրի, ինձանց հետո հերթ չկար, որ դժգոհեին։ Նեխուրի արմատ եմ վերցրել ապուրի համար, այն էլ իմ բլենդերը վառվեց, պետք է բլենդեր առնեմ, այն ձեռքի միքսերներից ավելի շուտ։ Կաթ, ես էլ հիմա մենակ այս բուսական կաթն եմ խմում, էլ կենդանական կաթ չեմ խմում, սոյայի կաթ, որը ինձ շատ օգտակար է այս հորմոնների, այս անցումային տարիքի համար։ Այս արքայա խնձորները սև էին դրել ու չկար, 3 հատ հազիվ գտա, մի հատ էլ տուփը բաց էր, հիմա թե պակաս է, թե պակաս չէր, չգիտեմ, վերցրել եմ։ Մանր որով վերցրի։ Թանկաներով էլ կա, բայց ես միշտ սառածն եմ վերցնում։ Մի անգամ ես տնենք սառնարան, սարցարան, մոցարելլա, բիոտոմատի մածուկ եմ վերցրել, շպագետի համար սոուս կարելի է պատրաստել։ Բասմատի բրինձ վերցրի, էլի մի հատ կարակ, հավանական գաթայի համար, Քսենիայի համար հնդկահավի երջիկ վերցրի, 2 հատ այս պինդակաս գետանուշի կարակ եմ վերցրել, տարբեր տեսակի վերցրի այս անգամ, այս ցկներից եմ վերցրել մի 2 հատ, հավի կրծքամի, սեղջել էին, կիլոն 7 եվրո արժեր, շատ լավ գին է, հենց հիմա մի հատ կդնեմ խաշեմ, որ Քսենիան ուտի։ Վերջի պայուսակն է դատարկել, ամբողջահատիկի հաց եմ վերցրել, կլոր հացեր էին, անուշ հոտ է գալիս էր, որ վերցրի, հիմա էլա անուշ թարմ հացի հոտ է գալիս, լավ է, որ իրանք են հենց թխում։ Համ թարմ սունգ էի վերցրել, համ էլ մի հատ ուղղակի բանկայով սունգ եմ վերցրել, հետո թարմը հետ դրեցի, որովհետև երեք օգտագործել էի, ասեցի հիմա դժվար նորից մի բան սարքեմ։
Ֆալաֆել եմ վերցրել։ Այս ծուկները հենց հիմա դնեմ սառցակացի։ Բրնձի վաֆլիներ, շոկոլադապատ, այս սրանցից բիո։ Լոլիկները արդեն ոնց որ կիսահասած լինեն։ Հոտ ունեն, բայց հասած չեն։ Կոճապղպեղ եմ վերցրել։ Իսկական հիմա օգտագործելու ժամանակն է, շոկին թեյ կտամ դրանով։ Այս խնձորները լավն էին երևում տոպրակի։ Կանաչ խնձոր չկար, ուզում էի կանաչ վերցնել, դրա մեջ շաքարը ավելի քիչ է, բայց չկար, ես իմ խնձոր շատ եմ սիրում։ Էլի լոլիկ, առանց տոպրակի եմ վերցրել։ Ցուկինի եմ վերցրել, մտածեցի կարելի է կոտլետ պատրաստել, մի հատ էլ տանը կար, հետը կօգտագործվի։ Այս անձեռոցիկներից Աշոտը հիվանդ է, հաստատ պետք կգա իրան, ու չնայած միշտ էլ տանը պետք է լինում։ Սրանք մեծ ամանով են, շատ նորմալ է, լավ է, էլի, հարմար կին է շատ։ Հիմա չեմ էլ հիշում կինը, ասում եմ հարմար կին, բայց կինը չգիտեմ։ Մեջը 30 հատ է, 4 շերտանոց, կինը բայց չգիտեմ։ Գազար եմ վերցրել, 1 կիլո։ Այստեղ էլ մաքրության համար եմ բաներ վերցրել, սլվացարան բանը մաքրելու համար ու սուքանի համար ժավել։ Ինչքան եմ վճարել, հիմա կասեմ։ Վճարել եմ 114 եվրո 46 ցենտ։ Մի քանի բանի գին կարամ ասեմ ուղղակի համեմատելու համար։ Այս հա, անձեռոցիկները ասեցի, չէ, Ժանեն, 2.39, 30 հատ էր մեջը։ Ամբողջ հատիկ հացը արժի 2.19։ Կիտրոնները զեղչվել էին, 20 ցենտ զեղչվել էր, 1.99 արժեր այդքանը, գազարի 1 կիլոն 1.49, խնձորը արժեր 3 եվրո, 2.99, թեյը, նանայի թեյը արժեր, դաղձեր նանայր 1.49, ավոկադոները արժեին 2.95, հնդկահավի երշիկը 2.39, մոցարելան մի հատը 79 ցենտ, տոֆուն 1.39, մի երկու բան էլ էստեղից ասեմ, թե չէ այսպես ամբողջ գները հիմա չասեմ, երկար ցուցակ է, էլ ինչն ասեմ, որ վարկեր ժողովուրդ ջան, էլ ինչը ձեզ, այդ բուտերբրոդի պանիրները 2.99 արժեր, էլ ինչ կա այստեղ, բանկայով շամպինյոնը 1.9, 1 եվրո 9 ցենտ արժեր, ձեթը 7.29, ձիթապտղի ձեթը 7.29 արժեր, իսկ այս բաները, այս գետանուշի կարակները արժեին 2.25 ամեն մեկը, կանաչ նեխուրը արժեր 1.39 ու այսպես շարունակ սիրելիներս, էլ այս քանը չկարդամ, ընդհանուր 114.46